Ինչու չեն պարում զույգերը խելագար Ես էլ չեմ երգում Իմ երգն էլ եմ արել Ինչու չեն պարում զույգերը խելագար Ես էլ չեմ երգում Իմ երգն էլ եմ արել Կգանամ հեռու Կամանամ մենա Բայց կոնսերը Ռեկորդային արդյունքներ ունեցող TikTok հավելվածը մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում։ Այն մեծ արագությամբ տարածվեց նաև հայկական միջավայրում։ Գրանցվելով ժամանցային այս հարթակում եւ տեղադրելով կարճամետրաժ տեսահոլովակներ, հետևորդների գնահատականի արդյունքում ունենում են եւ դիտումներ, եւ հավանումներ։ Մեր հայրենակից Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ Արկադի Սերոփյանը նույնպես հետաքրքրվեց այս հավելվածով, եւ նրա ջանքերն ապարդյուն չէին։ Շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ ձեռք բերել տասնյակ հազարավոր բաժանորդներ եւ միլիոնավոր հավանումներ։ Ինչը ստացվավ իմ այս TikTok-ի եթերում, ասեմ, ես вообще չգիտեի որ даже ինչ բան է TikTok-ը։ Աղբորոջս երեխան 4 տարեկան։ Տելեֆոնը ձեռքե գասած արի TikTok նկարենք։ Ասե արի նկարենք։ Ու առաջ վիդեոնոր նկարեցինք համարը միլիոնը просмотр ելավ։ Ու եմանը մտքես չանցավ, արցավ տարի ու տարի կես ժամանակ, հետև նորից եկա խոփան Մոսկվա։ Սկսեցինք ու մենք մեզի ձեռք առնելով հանակ, ման վիդեոներ կնկարեի, ասենք թե երկ ես вообще չեմ նկարեի, միշտ մեզ ձայնովս կնկարեի, հետև ժամանակ եկավ, անցավ 2-3 ամիս, կամացեն ֆոլերը շատացան, այցի օր կամացեն մարդիկ հետեն հետաքրքրվին և կոմենտներ կգրեն, էլի թազա բան հանե, գործի ժամանակ կաշխատեինք տելեֆոն ձեռքս TikTok-ով, հնդկական երգը, EOA-ն, վերգոր իդի ամենաշատ բերեց առաջ, պրոստ լապատկա ժամանակ տեղին ես արմիադում պրիկոլ հանենք, այնք ինչ կստացվի, առաջ վիդեոն կնկարեմ, համարը 80,000 просмотр, ու անընդհատ կոմենտարիաները կարդայի, որ քեզի շատ ուժեղ սազեց, կարող եմ ադեմ էլի փորձես, երկրորդ վիդեոնոր հանեցինք, արդեն ոչ թե մենակ հանեցի, հետս տղան լապատկով գիտարով, մտածեցինք էման ենենք, իդան շատ կինձ է օգներ, ու սկսվավ 2 միլիոն просмотр, 3 միլիոն просмотр, 4, 5, 7 միլիոն просмотрով ադման, ու ես է մարդկանց կոմենտարիաները կարդեր, ես արդեն ինչ ասեմ, դուխ են տալիս, ու քնացի առաջ, հա, ճիշտներ կար, որ շատ չուզողներ կային, շատ մարդիկ սենք զանգենք եմ, մոդիկ եմ, բարեգամ են, ընգերներ են, ինչ կենես կև, մի դու քեզի ոտքի տակ ցգե տարիքը դելած է, ու ժամանակ անցածում սկսեցի մեր հայ աստղերուն հետը ծանոթանալ, ուղիղ եթեր մտներ ու կամացին մարդիկ հասկացան, որ հա, էսի արդեն Իրանն է, ինքը կրնա ինչ-որ մի բանը մեն է ու այդ ձևի քնացինք առաջ, ու միջև այսօրվա օրով, դաժե Դավոին գիտեք, չէ, այսօր արդեն հասցել եմ Դավոին հետ երկու հատ վիդեո նկարենք, երկուսս էլ հնդկական, ինքը գործին տեղը, ես էլ այսի ձև նոր նկարելքովին իրեն եկել եմ իստեղ։ ऐसा मौका जिंदगी में पहली बार आया है जाने मन जब कहीं दिल को प्यार आया है अरे ऐसा मौका जिंदगी में पहली बार आया है जाने मन जब कहीं दिल को प्यार आया है दिल से दिल TikTok-ը սոցիալական հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել կարճ, պարային, ծիծաղաշարժ, ժամանցային տեսանյութեր։ Ունենալով մեծ հետաքրքրություն եւ զարգացում, այն կարողացավ դառնալ դեռահասների եւ երիտասարդ տարիքի մարդկանց հիմնական զբաղմունքը։ Մեր այսօրվա հյուրի Արկադի Սերոփյանի հիմնական աշխատանքը շինարարությունն է։ Հենց աշխատանքի վայրում էլ նա նկարահանել է իր առաջին տեսահոլովակը։ Մինչ օրս Արկադիի TikTok-յան էջին տեղադրված է մոտ 3000 տեսահոլովակներ։ Հիմա արդեն մի քիչ ամեն ինչ դե ծանր է։
4 կողմը նայում ես մարդիկ տխուր, ամեն ինչը տխուր։ Ես սկսեցի հումորային նկարում, գոնե 30 սեկունդա տեղի րոպեմա, ինչքան ժամանակ մարդիկ նայեն ինձ, պրոստ ուրախանան։ Որ ամեն ինչից իրենց զարգավին այդ պահին, որ մենակ լինեն այդ վիդեոյի վրա։ Հա, հումորայինը մի քիչ հիմա ավելի требуемое, чем что-то другое. Չոր ուշ մի բան նկարես, անիմաստ։ Մարդ միշտ կայեգո հումորային, ինք իրա ժապտալու համար։ TikTok-ի մեջ այդպես բան նկարեցի, որ ես ինտերնետում այդպես բան չլիներ։ Որ մեկը վերցներ լապատկան ու ինչ-որ մի հատ վիդեո նկարեր, չկար իմ բան։ Ես արեցի, սա ու նայում եմ միշտ մարդիկ ուզում են ինպես անեն, շատ վիդեոներ կան, որ ես եմ արել գցե, իմից հետո մարդիկ վերցրել են թե հանակ են անում, թե ինչ են անում, բայց դա ես իմ գործն է դա։ Ես հիմա եթե ուրիշ մի բան նկարեմ, ինձ կթվա, ինձ это не сазы. Надо делать то, что тебе по лицу подходит. Самое главное это. Ես ոչ մեկին չեմ նմանապես բաներ նկարեմ։ Ինչ որ թազա բաներ անում, չելենջա, մելենջա, այդպես բաներ ես չեմ անում։ Ես ունեմ իմը, որ ես իմով ես գնում եմ առաջ։ Շատերն են կարողանում TikTok-ի միջոցով աշխատել որոշակի գումար։ Հետաքրքրությունից ելնելով Արկադիին եւս ուղեցինք հետեւյալ հարցը. Արդյոք նա նույնպես վաստակում է գումար իր տեսահոլովակների շնորհիվ։ Պատասխանը հետեւյալն էր։ Ամենագլավնի հարցը TikTok-ը եթերում մենակ է, ասեմ։ Ամեն մարդ մի ձևի կարող աշխատի, ես չէ։ Շատ ինձ առաջարկել են ռեկլամ անեմ, չեմ արել։ Միշտ գրում են, միշտ ասում են արեսի, ասում եմ, հələ դա ինձ պետք չի։ Ես իմ չափին հələ չեմ հասցել, որ ասեմ, արդեն դες պետք է ինձ ռեկլամ անեմ, բան։ Չէ, ես ուզում եմ հիմա ունենամ միլիոն հետևորդներ։ Առաջ օրվանից որ ես նկարել գցել եմ, ասում ես պիտի ունենամ միլիոն հետևորդներ։ Երբ որ այն ժամանակ ունեց, ախր դա там уже видно будет։ Բայց շատ մարդիկ կան, որ կարան քեզ ավելի շատ духом тебе подавать, чтобы ты только вперед пошел. Շատ մարդիկ կան, կարան քեզ պետք չի, մի արա, չէ, ամենամեծ խորհուրդ տվողը եղել իմ հարազատ աղբերս ասելա, եթե ուզում ես արա, այդ բանը ես կարամ քեզ ասեմ կամ արա կամ մի արա, ասելա արա, ստացվի, չստացվի դու գիտես, ու միջև այսօր ինքից օգնում է, թե վիդեո նկարելու մոմենտով, թե ինչ-որ մի բան, դաժե մի հատ կարող է իմանալ վիդեոն, ասում եմ երբ եմ ուզում ես պսակվեմ, դա ինքն է ինձ ասոր ես վիդեո նկարենք, դա եղել է իր հորինակը, ես չեմ եղել, ու պահի տակ արել եմ համեդա ինձ ծննդա օրը նկարել եք ու շատ մարդիկ ասում են ճանաչում են, ասում են այդ տղային որ ուզում էր պսակվել։ Միշտ հումորային, դպրոցական եղել եմ հումորային, ամեն տեղ հումորային, ապրում եմ հումորային։ Արեցեք ձեր բանը, որ ձեր մեջը կա, մի կպահ է, մի օր էդի պետք անպայման դուրս գա ձեր մեջից։ Ես էլ ամանչում եմ, ասում եմ, ով, ինչ կանեն ինձ ասարի նկարենք, ասեմ չէ, չեմ։ 4 տարեկան երեխան ինձ ճամփես բացեց։ Ու ուզում եմ հանեմ իմ արդեն ոչ թե վիդեո նկարեմ, хотя бы снимать короткометражный кинофильм։ Իմ կյանքի պահով։ Որ ոնց եմ եղել, որտեղ եմ ապրել, ինչ եմ եղել, ну, как говорится, биография жизни, чтобы ես սաղ իմ ձերով գրեմ ու ես հանեմ։ Спасибо вам за приглашение, мне было очень приятно. Я надеюсь, еще мы увидимся, это не будет ни первый, ни последний раз. Второй раз я у вас появлюсь, тогда будет, когда у меня будет 1 000 000 подписчиков. Это, наверное, скоро будет. Можете через месяц. Спасибо вам огромное. Мне это очень приятно. Это мой первый интервью. Я надеюсь, что она не будет с этим заканчиваться. Все больше и больше будем встречаться с вами. Я остался доволен вами. Արկադի Սերոփյանի TikTok-յան էջն ունի մոտ 200,000 բաժանորդ։
Սակայն այս թվերը օր-օրի աճում են։ Նա վստահ է, որ հետաքրքիր ծիծաղաշարժ տեսանյութերի շնորհիվ նա կկարողանա գերազանցել 1 միլիոն հետևորդների քանակը։